Ինչու ենք պահպանում, կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունեն մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը։ Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստատել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև թե նպատակի և թե մեթոդի տեսակետից։ Երկուսի վրա գծված բաղդադական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը։ Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար։ Կարող ենք մինչև իսկ ասել մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է։ Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը հոգեկան կյանքի մեխանիզմին։ Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կամ դեղը, կամ պահեցողությունը, կամ երկուսը միանգամից են հանձնարարում։ Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ խոցը, շաքարախտը և նմանները։ Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում։ Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է։ Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար։ Ուտելու կենսական գործողության հետ կապված ախորժակը մարդուն պարտադրում է ուտել մարմինն առողջ և կենսունակ պահելու համար։ Սերնդագործելու կենսական գործունեության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացնել երկրի վրա։ Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, փոխանակ մեր կամքի և բանականության կողմից կառավարվելու, դառնում է ցանկությունների խաղալիք։ Որկրամոլությունը, որն ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլ նաև պատճառ կյանքի այլասերման։ Հեշտախտը և այլ սեռային սահակություններ, որոնք սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործողություններ են, մեզ ծանոթ է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում։ Զգացական այս ուժերն առանց պահեցողության դժվար է իրենց բնական չափի և սահմանի մեջ պահել։ Ուստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների բռնակալության առաջն առնելու տեսակետից։ Սա է իմաստը Պողոս առաքյալի գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ, հոգով ընթացեք և մարմնի ցանկությունը մի կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակը»։ Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է, տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը։ Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք։ Ապաշխարանքի էությունը մեղքի պատճառով զգացած ցավը, զղջումը և մտահոգությունն են այն պարզ պատճառով, որ մեղքն անհատի և ընկերության մեծագույն չարիքն է և մեզ Աստծուց բաժանող միակ պատճառը, աստվածային ու մարդկային մի շարք թանկագին շնորհներից ու ուժերից մեզ պարբող միակ ազդակը։ Արդ մեղքի հետևանքով զգացած ներքին ցավի արտաքին արտահայտություններից գլխավորը պահեցողությունն է, որը մեղավորին պատժի ենթարկելու
եւ մեղքի ավերների առաջն առնելու արարք է։ Որոշ հիվանդություններ մահացու են, այսինքն եթե իրենց սկզբնական շրջանում չդարմանվեն, վաղահաս մահվան պատճառ կլինեն, օրինակ քաղցկեղը, թոքախտը, սրտի եւ այլ կենսական օրգանների հետ կապված տկարությունները։ Մահացու կոչված մեղքեր էլ կան, օրինակ ամբարտավանությունը, չարնախանձը, ջղագար բարկությունը, անսահման ագահությունը եւ սրանց տարատեսակները։ Սրանք մահացու են, որովհետև մարդու մեջ մերձնում են բարոյական գիտակցությունը, մարդկային արժանապատվությունը եւ ի վերջո այլասերուն մարդու նկարագիրն ու բնությունը։ Երբ մարդը զրկվում է բարոյական արժեքներից, դադարում է բառի իսկական իմաստով մարդ լինելուց, արդարև այս երկբոտանի ուղաբերձ մերկ կապիկը մարդ դարձնողը, այսինքն կենդանական աշխարհի մյուս տեսակներից զանազանողը, ոչ այնքան նրա ֆիզիկական տարբերություններն են, որքան բարոյական գիտակցությունը, խիղճը, Աստծուն ճանաչելու եւ նրան դիմելու կարողությունը։ Այս եւ մարդկային որոշ ազնիվ հատկություններ էլ վերոհիշյալ մահացու մեղքերից կտուժեն, կայլասերվեն, մինչև իսկ իսպառ կփչանան, եթե դրանց առաջը չառնվի, եւ պահքը մեծապես նպաստում է այլասերիչ այս հակումների առաջն առնելուն, ինչպես նաեւ մարդուն հատուկ վերոհիշյալ կարողությունները պահպանելուն։ Պետք է անդրադառնա նաեւ, որ ֆիզիկական հիվանդությունների պարագայում սնուցակարգը կամ դիետան չէ, որ ախտը բուժում են։ Բուժողը մարմնի բնական ուժերն են, արյունը, ավիշը եւ նրանցում պարունակվող կենսական տարրերը։ Բժշկի հանձնարարած պահեցողությունը կամ դեղը միայն դյուրացնում են մարմնի բուժիչ ուժերի գործը, արգելք հանդիսանալով, որ հիվանդությունն ավելի չխորանա։ Նույնը կրոնական պահեցողության պարագայում է։ Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է, Աստված է քավիչը, սակայն պահեցողությունը կարևոր մի օժանդակություն է քարչարար այս սրբագործության մեջ, զղջումը, աղոթքը, ապաշխարանքը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, այն հիմնական պայմաններն են ստեղծում, որտեղ Աստուծո բուժիչ եւ քավիչ զորությունն է գործում։ Սուրբ Օգոստինոս Ափրիկեցին ասում է. պահեցողությունը մաքրում է հոգին, բարձրացնում միտքը, չափի եւ հակակշռի ներքևում պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծածում է ժուշկալությունը եւ վառում ճշմարտության լույսը։ Արդարև, անկեղծ եւ առողջ պահեցողության մեջ քրիստոնյան կարող է գտնել ազդու միջոցներից մեկը, վերատիրանալու այն բարոյական կորուստներին, որոնց ենթարկվել է չափազանց արձակ ապրելակերպով, վերաշահում է այն շնորհները, որոնցից զրկված էր իր մեղքերի պատճառով, գրվածքիս իբրև բնաբան ծառայող խոսքը, որն ասվել է մեզանից գրեթե 2500 տարիներ առաջ, Հովել մարգարեի բերանով իր մեջ խտացնում է պահքի էությունը, մշտնջենական մի թելադրանք է, որն ուղղված է բոլոր դարերի բոլոր սերունդներին, որոնք Աստծուց հեռացած լինելու դժբախտությանն են ենթարկված։ Ժամանակակից մարդկությունը գերազանցել է նախորդ սերունդներին ոչ միայն իր թվով ու տեխնիկական առաջադիմությամբ, այլ նաև ամբարշտությամբ եւ Աստծուց հեռացած լինելու անչափելի ծավալով։
դեպի ստույգ և անխուսափելի կորուստ առաջնորդող այս ճանապարհից ազատվելու միակ միջոցը պահքով և լալով, այսինքն ապաշխարանքով և աղոթքով, ամբողջ սրտով ետ առ Աստված դառնալն է։ Կրոնական պահեցողությունն ունի նաև անուղղակի բարիքներ, որոնք ոմանք տգիտաբար նկատում են որպես պահքի նպատակ։ Ցորենի հետ անպատճառ նաև հարդն է արտադրվում, որը բոլորովին էլ դեն նետվելիք բան չէ, անասուններին իբրև կեր է ծառայում, բայց ոչ ոք ցորեն չի մշակում հարդ ստանալու համար։ Ծիրանի հետ կա նաև նրա կորիզը, որը նույնպես անպետք բան չէ, սակայն ոչ ոք ծիրանի ծառ չի տնկում կորիզի համար։ Պահքի անուղղակի բարիքներից են օրինակ ֆիզիկական օգտակարությունը, հատկապես մեր ժամանակներում, երբ մարդիկ պետք եղածից ավել են ուտում, և մարմինն իրեն անհրաժեշտ եղածից ավելի է նյութերը ստանում, որոնք ճարպի ձևով զետեղում է իր զանազան մասերում, իզուր ծանրացնելով իրեն և դժվարացնելով սրտի աշխատանքը։ Ձևականին հակադրված իսկական պահեցողությունը նպաստում է մարմնի ճարպերը հալեցնելուն և սրտի աշխատանքը թեթևացնելուն։ Սակայն երբ պահեցողությունը նիհարելու և առողջությունը վերագտնելու նպատակով է արվում, որքան էլ օգտակար լինի, դադարում է կրոնական արժեք ունենալուց։ Պահքի անուղղակի ուրիշ բարիքներից մեկն է կամքի զորացումը։ Մեր հոգևոր և բարոյական կենցաղում կամքը կենսական դեր ունի։ Երբ օրենքի պարտադրանքով կամ մեր ցանկությամբ պահեցողություն ենք անում, մեր կամքն աստիճանաբար զորանում է, որովհետև պահեցողությունը հաճելի չէ մեր ֆիզիկական դյուրակեցությանը, որով մարմնական հակումների վրա դրված պարտադրանքը նպաստում է, որ բարոյական կամեցողությունը զորանա, ի վերջո դառնալու համար ուժի շտեմարան, որի օգնությանն ենք դիմելու ամեն անգամ, երբ բարոյական օրենքներին կամ մեր խղճմտանքին հակառակ արարքների փորձությանը ենթարկվենք։ Կամքի զորացմամբ մենք մեր ունեցած խելքը և ժամանակն ավելի արդյունավոր կերպով կարող ենք գործածել։ Թե կամքի պակասի հետևանքով ինչ ահավոր չափերի հասնող վատնումներ ենք ունենում, քչերին է հայտնի, սակայն այստեղ ևս կրկնում ենք միայն կամքի զորացման համար կատարված պահեցողությունը կամ նման այլ վարժանքներն ու մարզանքները զուրկ են մնում զուտ կրոնական արժեքից, ինքնըստինքյան օգտակար ու հանձնարարելի լինելով հանդերձ։